Ղևտացիների գիրք, գլուխ 6, պատարագներ։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Եթե որևէ անձ մեղանչի ու Տիրոջ դեմ հանցանք գործի և իր հարևանի սուտ ասի որևէ մի ավանդի համար կամ իր ձեռքը հանձնված մի բանի համար և կամ գողացված մի բանի համար կամ իր հարևանի հանդեպ խարդախություն անի կամ մի կորած բան գտնի և ուրանալով սուտ երդում տա, այս բոլոր բաներից որևէ մեկը, որ մարդ կարող է անել մեղանչելով, այն ժամանակ մեղք գործած լինելու ու հանցավոր լինելու համար բռնությամբ իր հափշտակածը կամ խարդախությամբ վերցրածը կամ իրեն հանձնված ավանդը կամ գտած կորուստը պետք է հետ վերադարձնի, կամ այն ամենը, ինչի համար սուտ երդվել է, այդ ամենն ամբողջությամբ պետք է հատուցի ու դրա վրա 1/5 մաս ավելացնի և իր հանցանքի պատարագի օրը, ում վերաբերում էր, նրան պետք է տա, և իր հանցանքի պատարագը բերի Տիրոջը, այսինքն հոտերից մի անարատ խոյ, քո որոշած արժեքի համեմատ, քահանայի մոտ թող բերի որպես հանցանքի պատարագ, և քահանան նրա համար քավություն թող անի Տիրոջ առջև, և ինչի համար որ հանցանք է գործել, նրան թողություն լինի։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Ահարոնին ու նրա որդիներին հրամայիր ու ասա. Սա է ողջակեզի օրենքը, դա ողջակեզի զոհաբերություն է, որովհետև այն ամբողջ գիշեր մինչև առավոտ զոհասեղանին եղած կրակի վրա պետք է մնա, ու զոհասեղանի կրակը նրա մեջ միշտ պետք է վառված լինի, և քահանան իր քաթանե պատմուճանը թող հագնի, և կրակով այրված ողջակեզի մոխիրը զոհասեղանի վրայից վերցնի ու դնի զոհասեղանի մոտ, և իր զգեստները հանի և ուրիշ զգեստներ հագնի, ու մոխիրը հանի բանակից դուրս մի մաքուր տեղ, և զոհասեղանի վրայի կրակը միշտ վառված պետք է լինի ու չհանգի, քահանան ամեն առավոտ դրա վրա փայտ վառի ու դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա խաղաղության զոհերի ճարպն այրի, կրակը պետք է զոհասեղանի վրա միշտ վառված լինի, այն երբեք չպետք է հանգի։ Հացի ընծայի օրենքն այս է. Ահարոնի որդիներն այն մատուցելու են Տիրոջ առջև զոհասեղանի առջև, և իր ձեռքը թող լցնի դրանով, այսինքն հացի ընծայի ալյուրով ու դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկից վերցնի և դրա հիշատակի մասը զոհասեղանի վրա որպես անուշահոտություն այրի Տիրոջ համար, իսկ դրանից մնացածը Ահարոնն ու իր որդիները պետք է ուտեն, անխմոր հացեր շինելով, սուրբ տեղում պետք է ուտվեն դրանք, պետք է վկայության խորանի բակում ուտեն այն թթխմորով չպետք է պատրաստվի, կրակով եղած իմ նվիրաբերություններից նրանց տվեցի, որպես նրանց բաժին, սա մեղքի ու հանցանքի պատարագի պես ամենասուրբ է, Ահարոնի որդիներից բոլոր արուները պետք է ուտեն այն, Տիրոջ կրակով արված նվիրաբերություններից ձեր սերունդների մեջ թող սա հավիտենական կանոն լինի, դրանց դիպչողը սուրբ լինի։ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Ահարոնի ու նրա որդիների օծվելու օրը Տիրոջ մատուցվելիք նրանց զոհն այս է. արդուի 1/10 մասով ընտիր ալյուր հանապազօրյա հացի ընծայի համար պետք է մատուցվի, կեսը առավոտյան, իսկ մյուս կեսը երեկոյան։ Տապակի մեջ եփելու համար պետք է յուղով շինվի, պետք է լավ հունցված բերես այն, և հացի ընծայի եփած կտորտանքը որպես անուշահոտություն պետք է Տիրոջը մատուցես, և իր որդիներից իրեն փոխարինելու համար օծված քահանան պետք է մատուցի այն։ Սա որպես Տիրոջ հավիտենական կանոն, այն ամբողջությամբ պետք է այրվի, քահանայի ամբողջ հացի ընծան բոլորովին պետք է այրվի, չպետք է ուտվի։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Խոսիր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա. Սա է մեղքի պատարագի օրենքը, ողջակեզի մորթված տեղում պետք է մորթվի մեղքի պատարագը Տիրոջ առջև, սա ամենասուրբ է, մեղքի պատարագը մատուցող քահանան պետք է ուտի այն, սուրբ տեղում, վկայության խորանի բակում պետք է ուտվի, ինչ որ դիպչի նրա մսին, սուրբ է լինելու, և եթե նրա արյունից որևէ հագուստի վրա ցայտի, սուրբ տեղում պետք է լվաս այն, սակայն հողե ամանը, որի մեջ եռացել է այս միսը, պետք է ջարդվի, իսկ եթե պղնձե ամանի մեջ է եռացել, պետք է ջրով և շփվի և լվացվի։ Քահանաների ընտանիքներից բոլոր արուները պետք է ուտեն այն, սա ամենասուրբ է, և մեղքի ամեն պատարագ, որի արյունից բերվում է վկայության խորան, սուրբ վայրում քավություն անելու համար, չպետք է ուտվի, այլ կրակով այրվի։